Այսօր Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին կվաճառեն հայ-ռուս գազարդում մեզ պատկանող վերջին 20% բաժնեմասը։ Ուշագրավ է, որ այս մասին հայտնի դարձավ ոչ թե Հայաստանի պաշտոնյաներից, ինչպես հայտնի հայ-ռուս գազարդի բաժնետոմսերի 20%-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, այսինքն մեզ բոլորիս, այլ հայտնի դարձավ Գազպրոմ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերից։ Միլլերը այդ մասին հայտարարեց այսօր Հրազդանում Հրազդանի ջեկի 5-րդ էներգաբլոկի վերաբացման արարողության ժամանակ։ 5-րդ էներգաբլոկը նույնպես պատկանում է Գազպրոմին։ Вы знаете, сегодняшний день действительно исторический. Сегодня в Ереване будут подписаны очень важные документы в области энергетического сотрудничества между Россией и Арменией. Сегодня будут подписаны документы о приобретении Газпромом 20% Арму-Росгазпрома, нашего совместного предприятия, и Газпром становится 100% собственником Арму-Росгазпрома. Այսօր իրոք պատմական օր է, այսօր Երևանում կստորագրվեն շատ կարևոր փաստաթղթեր Ռուսաստանի եւ Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության ոլորտում։ Այսօր փաստաթղթեր կստորագրվեն հայ-ռուս գազարդում Հայաստանին պատկանող բաժնետոմսերի 20%-ը Գազպրոմի կողմից ձեռք բերելու մասին եւ Գազպրոմը դառնում է հայ-ռուս գազարդի 100% սեփականատերը, իսկ հայ-ռուս գազարդը մուտք է գործում Գազպրոմի դուստր ձեռնարկությունների համերաշխ ընտանիք։ Այսօր կստորագրվի Հայաստանի համար կարևոր գազի մատակարարման մասին գործարքը։ Այսօր կսահմանվի գազի նոր գին եւ Հայաստան գազի մատակարարման այդ գինը կկապվի Ռուսաստանում առկա գազի ներքին գներին։ Հատկանշական է, որ Միլլերը որևէ թիվ չնշեց, չասաց, թե այսուհետ ինչ գնով է վաճառվելու գազը Հայաստանին եւ այդ նոր գինը երբ ֆանից է ուժի մեջ մտնելու։ Հունիսի 7-ից հետո, երբ Հայաստանում կտրուկ թանկացան բնական գազն ու էլեկտրաէներգիան, լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Հայաստանը ռուսական կողմին է զիջելու հայ-ռուս գազարդում իր վերջին բաժնետմասը, փոխարենը գազի գնի էլ ավելի թանկացումից խուսափելու համար։ Հայաստանյան պաշտոնյաները ամռան ու աշնան ընթացքում խուսափում էին պատասխանել այս հարցին, ընդհանրապես նշելով, թե Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են։ Հատկանշական է, որ 1997 թվականին, երբ ստեղծվեց հայ-ռուս գազարդը, Հայաստանին էր պատկանում այդ ընկերության բաժնետոմսերի 45%-ը։ Մյուս 45%-ը պատկանում էր Գազպրոմին, իսկ 10%-ը ռուսական մեկ այլ իտարաընկերությանը։ Անցած տարիների ընթացքում Իտարան վաճառեց իր բաժնեմասը Գազպրոմին, իր բաժնեմասը Գազպրոմին սկսեց վաճառել նաև Հայաստանի կառավարությունը։ Այդ գործընթացը սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ ամեն անգամ Հայաստանի բաժնեմասը վաճառվել է ավելի էժան գազ գնելու նպատակով, կամ գոնե այդպես է ներկայացվել պաշտոնապես։ Արդյունքում Հայաստանը ամբողջովին զրկվեց իր գազի շուկայի մոնոպոլիստ ընկերությունում սեփական բաժնեմասից։ Փաստորեն Հայաստանը զիջեց իրեն եկամուտ բերող աղբյուրը։ Փոխարենը անցած տարիների ընթացքում այդպես էլ չստեղծվեց Հայաստանի համար գազի մատակարարման այլ ընտրանքային աղբյուր։ Հայաստանը շարունակում է իր արդյունաբերության եւ բնակիչների համար գազ գնել միայն Ռուսաստանից։ Իսկ Իրանից եկող գազը, ինչպես հայտնի է, այստեղ Երևանի ջեկում վերածվում է էլեկտրաէներգիայի, որը այնուհետև փոխանցվում է Իրանին։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանի ներկայացմամբ Ռուսաստանին ամբողջովին զիջելով հայ-ռուս գազարդը Հայաստանի իշխանությունները անվտանգության խնդիր են ստեղծում մեր երկրի համար։ Հայ-ռուս գազարդը շատ մեծ կազմակերպություն է Հայաստանում, երկրորդ կարծեմ հարկատուն է կամ տասնյակի մեջ է, եւ ինչպես գիտենք, մեր ամբողջ էներգետիկ համակարգը ահռելի մասը գազի վրա է հիմնված եւ այդ մի կազմակերպությունից է կախված։ Եվ ահա նման մի մոնստր կառույցի սայթը մտնում ես եւ օրինակ վերջի ֆինանսական հաշվետվությունը այնտեղ որ գտնում ես 2010 թվականին միայն տրված։ Այսինքն ինքը իրականում ոչ թափանցիկ, անհասկանալի ծախսերով աշխատող շատ մեծ կառույց է։ Եվ հարցը այսպես ձևակերպենք, մենք ունենք վերահսկողություն Հայաստանի գազի համակարգի վրա։ Ես ենթադրում եմ, որ ոչ չունենք։